կին լինել, ամուսին լինել, այս պաշտոնները։ Ինչի, որովհետև եթե կա զգացմունք ուզում ես մարդու հետ ապրել, դրա համար քեզ պետության կողմից տրված ինչ-որ թուղթ հաստատ պետք չի, շատ ծանր ենք ամուսնալուծվել։ Իմ մասին պատմություններ էին հորինվում եւ տարածվում։ Դուք դավաճան եք։ Ես այն կանանցից եմ, ում կյանքում այնպես չի միայն ամուսինն է եղել եւ վերջա, ես փիլիսոփայով նստած չեմ եղել։ Ես կարող եմ չունենալ երեխա եւ լինել շատ ավելի երջանիկ, քան լիք մարդիկ, ովքեր ունեն երեխաներ եւ բավականաչափ երջանիկ չեն։ Եթե պետքա բաց թողնել, ուրեմն պետքա բաց թողնել։ Սիրելով բաց ես թողնել։ Այո։ Ողջույն, ես Աննան եմ, իսկ դուք գտնվում եք Տաբուի YouTube-յան հարթակում։ Եթե դեռ չեք դիտել մեր հաղորդումները, ապա անպայման խորհուրդ եմ տալիս դա անել հենց այս պահից սկսած։ Եվ չմոռանաք բաժանորդագրվել, որովհետև այստեղ շատ հետաքրքիր զրույցներ ենք ունենում, ծանոթանում ենք շատ հետաքրքիր մարդկանց, հիմնականում կանանց հետ, խոսում ենք կանանց եւ տղամարդկանց հարաբերություններից, եւ ամեն անգամ ես ձեզ ներկայացնում եմ մի հետաքրքիր մարդու, շատ հաճախ մի հետաքրքիր կնոջ պատմություն, եւ այսօր էլ բացառություն չէ։ Այսօր զրուցելու ենք Հասմիկ Խաչատրյանի հետ։ Ողջույն Հասմիկ։ Ողջույն Աննա ջան։ Տեղեկացնեմ, որ Հասմիկը էթիկետի խորհրդատու է, նաև լեզվաբան, բարմեն, ինչ-որ բան բաց թողեցի։ Եվ կառավարման հոգեբան։ Եվ կառավարման հոգեբան, այո, կարևոր մի բան բաց թողեցի։ Հասմիկ, սկսենք ամենասկզբից։ Ես գիտեմ, որ դուք մեծացել եք Երևանում, բայց շատ փոքրիկ բնակարանում, մի քանի հոգով 16 քառակուսի եւ ապրել 16 տարի այդքան փոքրիկ միջավայրում դժվար է եղել, բայց այնուամենայնիվ դա չի խանգարել, որպեսզի դուք ստանաք լավ կրթություն, լինեք ազատ մարդ եւ կարողանաք գնալ ձեր երազանքների հետևից։ Ոմանց կյանքում բարդությունները տանում են հետագա խոչընդոտների։ Իմ կյանքում այդպես չի ստացվել։ Իմ կյանքում բարդությունները տարել են ձգտումների ու պարտադիր նպատակներին հասնելու ճանապարհով, ու դեռևս չի եղել այդպիսի բան, որ ուզեմ ու չհասնեմ։ Ու մենք դա անում էինք մեր շատ փոքրիկ տան մեջ, որը որ նկուղ էր իրականում, չգիտեմ ինչքանով է եթերային ասել, որ այդ տանը չկար սանհանգույց, հա, չկար խոհանոց, ոչ մի չկար։ Այդ ամբողջ ընդհանուր բակում էր, ու երբ որ մեր տանը մամաս, պապաս շատ հյուրընկալ մարդիկ են եղել, շատ ընկերասեր, իրենց ընկերները միշտ մեր տանն են եղել, հետո մենք էլ երբ որ մեծացանք, մեր ընկերներն էին արդյոք մեր տանը, եւ իմ եւ եղբայրներիս, ու իմ ամբողջ այդ ուսման process-ը դպրոցից մինչեւ համալսարան, հետո մագիստրատուրա ու տենց շարունակ, ամբողջը եղել է այդ մարդկանց ներկայությամբ, հա, ու ես կարողացել եմ այդ փոքր տան մեջ ես իմ գրքերի հետ միշտ առանձնանալ, միշտ ստացվել է այդ, որտեղ ուրիշ տարբերակ չունեի։ Ինձ պատմեցիք մի շատ հետաքրքիր բան, ես այդ դրա մասին անդադ մտածում էի, որ դուք այնքան եք սովորել այդ փոքրիկ սենյակում, ընդհանրապես 16 քառակուսիանոց, առանձնանալ ձեր գրքերի, ձեր մտքերի հետ, որ հիմա երբ որ ձեզ շատ մարդկանց մեջ նույնիսկ խոսում են, դուք արդեն այն տիպի եք, ոնց որ ձեր ուղեղը մարզել, որ չեք լսում, երբ որ ձեր հետ խոսում են։ Ինձ աշխատավայրում շատ իրում ենք մի սենյակում մի քանի հոգով ենք, 3 հոգով ենք նստած, ինչ որ բան ա լինում, երբ որ գործընկերուհիս ինչ որ բան ա պատմում, ես կարդում եմ այդ ընթացքում կամ ինչ որ մշակում եմ անում, տրեյնինգների եմ պատրաստվում, հասկանում եմ, որ շատ բարձր իմ անունն են տալիս, ու հասկանում, որ ես էլի փակել եմ, առանձնացել եք արդեն ձեր փոքրիկ սենյակում։ Այո, այդ սենյակում հարցազրույցներ են լինում, տարբեր հարցերով աշխատակիցներ են գալիս գնում, հա, ու ես տենց չգիտեմ, ստացվում է, ինձ մոտ միշտ ստացվել է, որտեղ ոչ տարբերակ չի եղել։ Հասմիկ, ես գիտեմ, որ դուք երազում եք օդաչու դառնալ, բայց դա չստացվեց, որովհետև պարզվեց աղջիկներին այդ ժամանակ օդաչու չէին ընդունում եւ դուք գնացիք բանասիրության ֆակուլտետ, իրար հետ կապ չունեցող։ Պատահական ուղղակի առաջին այն մասնագիտությունը, որ սիրում եք։ Այո։ Ես դեռ շատ փոքր էի,
7-8 տարեկան, երբ որ առաջին անգամ հայրս ինձ տարավ իր աշխատավայր, իսկ ինքը աշխատում էր օդանավակայանում, անվտանգությունում, տարավ օդանավակայան ու առաջին անգամ կյանքում տեսա նախ մեծ ինքնաթիռ ու հետո բախտ վիճակվեց լինել օդաչուի այդ խցիկում ու միանգամից սիրահարվեցի այդ ամենին, ինձ թվում էր, որ դրանից ավելի սիրուն, ավելի լավ բան գոյություն չունի այս աշխարհում, հա, այդ գունավոր բանը, կնոպկաները, այդ ամեն ինչը ավոր գրավեցից։ Ու այդ պահից սկսած ես հստակ գիտեի, որ ես օդաչու եմ դառնալու, ոչ մի ուրիշ բանի մասին չէի մտածում, ուրիշ մասնագիտություններ ինձ համար հապես գոյություն չունեին։ Երբեք ոչ մի բան չեմ մտածել, որ կարող եմ ուրիշ մասնագետ լինել, հա, ու այդ բացահայտումը, որ եղավ, որ 8-րդ դասարանում բացահայտեցի, որ իսկ այնտեղ կանանց չեն վերցնում, հա, աղջիկները սովորել չեն կարող են։ Հիմա արդեն կարող են, գիտեք, չէ՞։ Հիմա կարող են եւ հիմա այո, կա նույնիսկ օդաչու աղջիկում ես շատ ինչ որ տեղ նախանձում եմ, ինչու ոչ։ Եվ գնացիք բանասիրության։ Գնացի բանասիրական ֆակուլտետ պետհամալսարանի, ինչի որովհետև շատ սիրում էի կարդալ, ահա որ շատ սիրում էի կարդալ, այն ամենը ինչով տարված էր իմ եղբայրը ինձ հետ ընդհանրապես կապ չուներ, իսկ ինքը ֆիզիկա մասնագիտությամբ կարդում էի մեծագույն հաճույքով, նույնիսկ նկատողություն էի ստանում թաքուն կարդալու համար, որտեղ ինձ ասում են այդ լամպի լույսի տակ շատ մի կարթ աչքեր կպչացնես, ես մտնում էի վերմակի տակ այդ բանով, հա, բատարիկաներով գրքեր էի կարդում, հետո նկատողություն էի ստանում։ Ուրիշ բան չկար, պարզապես բանասիրականներ եւ վերջինց համար։ Հետո ինչ եղավ բանասիրականից հետո։ Բանասիրականից հետո եղավ հոգեբանություն։ Ես այնտեղ գնացի ոչ թե որովհետև ուզում էի հոգեբան դառնալ, ես այնտեղ գնացի, որովհետև հասկանում էի, որ մենք տանը ունենք խնդիրներ, որ այդ խնդիրները ազդում են ինձ վրա, չունենք այդքան գումար, որ ես գնամ հոգեբանի մոտ, պետք է աշխատել ինքդ քեզ վրա։ Մենակ դա դժվար է անել, ավելի լավ է սովորել ու դա անել։ Ես որոշեցի սովորել հոգեբանություն։ Ու դա էլ ձեզ մոտ շատ լավ ստացվեց։ Ավարտեցի կարմիր դիպլոմով, աշխատեցի որոշ ժամանակ, 7 տարի մոտավորապես այդ մասնագիտությամբ։ Ու սկսվեց նոր էտապ։ Սկսվեց աշխատանքային էտապ, որովհետև արդեն մագիստրատուրան ավարտելուց հետո մինչ այդ ծնողները ոչ թե չէին թողնում, այլ խորհուրդ չէին տալիս աշխատել, որպեսզի ամբողջ ուշադրությունը լինի ուսմանը, իրականում շնորհակալ եմ իրենց դրա համար, որովհետև այո, եւ աշխատել եւ միաժամանակ սովորել ու լավ սովորել, այդ շատ դժվար է։ Ու ծնողներիս շնորհիվ ես այդ փուլերը անցել եմ առանց աշխատելու, բայց մագիստրատուրայից հետո արդեն պետք էր աշխատել, որովհետև շատ ուզում էի նաև աշխատել ու որոշեցի, որ մեր տանը շատ մոդ է Star սուպերմարկետը, հա, այս ընդհանրապես 2 խաչմերուկ էի ոտքով քայլելու եւ հասնելու էի աշխատավայր։ Գնացի այն ժամանակ Star սուպերմարկետը կամ միակ կամ շատ քիչ ընկերություններից էր, որտեղ հարցազրույց չէր պարզապես, դու թողնում էիր ռեզյումե եւ հանձնում էիր ինտելեկտի թեստ, IQ թեստ։ Գնացի, լրացրեցի ռեզյումեի հետ միասին այդ թեստը թողեցի HR բաժնում ու եկա տուն, ինչ-որ կարճ ժամանակ անց զանգ ստացա այդ բաժնից, ղեկավարից բաժնի, ինձ ասացին դուք այսօր հարցազրույց բանիկ թեստ եք լրացրել, ասացի այո, ասացին իսկ միգուցե մասնագիտությունը սխալ եք նշել, դուք նշել եք վաճառող, ասացի ճիշտ եմ նշել, իսկ միգուցե դիմեք մենեջերի համար, որովհետև ափսոսած էր թեստը շատ լավն է վաճառողի համար, ասացի չեմ ուզում վաճառող, գոնե գանձապա, չէ այնպես չի, որ ես չունեմ ամբիցիաներ ու չեմ ուզում լինել մի օր մենեջեր, հա, տնօրեն ու շատ ավելի հեռուն գնալ, ունեմ այդ ամբիցիաները, բայց ես հստակ գիտեմ մի բան, որ եթե ուզում ես լավ ղեկավար լինել, նախ պետքա ծանոթ լինես ցածր օղակի աշխատանքի։ Ամեն ինչին տիրապետես։ Այո։ Մի խոսքով ընդունվեցիք աշխատանքի, այդտեղ սկսվեց նոր էտապ եւ էլի հաջող
Բայց այստեղ մի կարևոր բան կա, որ այստեղ դուք հանդիպեցիք ձեր առաջին սիրուն։ Այո։ Այդ պատմությունը խնդրում եմ պատմեք, ոնց տեղի ունեցավ։ Այն ժամանակ մենեջերներն աշխատում էին զույգով, հա, մենք ասում էինք նապարնիկ, այնպես ստացվեց, որ իմ գործընկերը ու կին տղամարդ էին, մեր կոնկրետ մեր մասնաճյուղում աշխատում մենեջերները։ Այնպես ստացվեց, որ իմ գործընկերը ընդունվեց բանկ աշխատելու ու տենց մի օր ուղղակի որոշեց չգա։ Ես մնացի մենակ ու շատ երկար ամիսներ աշխատեցի մենակ։ Դա հայտարարք ծանր ու հոգնեցուցիչ է շատ, հատկապես երբ որ դու նաև գիշերային հերթափոխ ես աշխատում։ Ընդամենը 23 տարեկան եք, չէ՞։ Փոքր էի շատ։ Այն ժամանակ մենեջերները տարիքով շատ ավելի մեծ էին եւ հիմնականում տղամարդիկ էին։ Ես տենց փոքր էի, շատերը լուրջ չէին ընդունում։ Տենց փոքրիկ աղջիկ եկել է, ինչա ուզում մեզանից, այս տեսակ էր վերաբերմունքը։ Ու որոշվեց, որ վերջապես պետքա բերել ինձ գործընկեր ընդունել աշխատանքի, որովհետև շատ ծանր է անցնում ինձ համար այդ երկու հոգու աշխատանքը։ Ստացվեց այնպես, որ ազատ օր էր ու հաջորդ օրը գնացի աշխատանքի, ինձ ասեցին. ահա քո ծանոթացիր, քո գործընկերն է։ Մի քանի օր կգա պրակտիկայի, կհասկանա ուզում մնա, չի ուզում մնա, հետո կորոշվի արդեն հստակ ոնց է լինելու։ Պարզվեց, որ ինքը դեռ 3 էր որոշել մնար ու մենք սկսեցինք միասին աշխատել բավականին հաջող։ Եվ այդ հաջողության ճանապարհին սիրահարվեցիք։ Այո։ 3 ամիս անց ինքը արդեն ինձ հետ չէր աշխատում, դուրս եկավ ինչ-ինչ պատճառներով, բայց կապը մնաց, պահպանվեց, վերածվեց 7 տարվա ժամանակ առ ժամանակ համատեղ, ժամանակ առ ժամանակ ոչ համատեղ կյանքի։ Հասմիկ, բայց այդ ժամանակ ինքը նախ ձեզնից մեծ էր 9 տարով։ Դուք էլ փորձ չունեիք եւ սիրահարվեցիք մի տղամարդու, որը արդեն ուներ երեխաներ, չէ՞։ Այո, ամուսնացած էր։ Այդ ժամանակ չէիք մտածում, որ դա օրինակ կարող է խնդիր լինել, հետաքրքիր է։ Մտածում էի, բայց այսպես էր, հա, ես ամուսնացած եմ, բայց մենք միասին չենք ապրում, մենք տարբեր սենյակներում ենք ապրում, մենք պարզապես ունենք երեխաներ, ովքեր պետքա ինչ-որ որոշակի դա դասական ճանապարհ է, տղամարդիկ բոլորին այդ նույն հեքիաթը պատմում։ Ինչքանով էր հեքիաթ չգիտեմ, որովհետև հա միառժամանակ հետո իրոք բաժանվեցին, փաստաթղթով, բան հա այդ բոլոր էտապները համար ես ման էի մտածում էի ամեն դեպքում, որ իրոք մարդկանց կյանքում ամեն ինչ շատ հարթ չի եղել, դրա համար ամուսնալուծվեցին, շատ-շատերը տենց ասում են ու տենց պահում են, հա։ Իրենց մոտ եղավ այդ ամուսնալուծությունը։ Բայց դուք սիրահարվել եք։ Ես սիրահարված էի, այդ զգացմունքը ինձ համար լրիվ նոր էր, խելակորույս սիրահարված էի, ինքն այն մարդներով իմ կյանքում իրականում շատ խորը լուրջ հետ թողեց, ու ես շնորհակալ լինելու առհասարակ բան ունեմ, հատկություն ունեմ, ես երբեք ոչ մեկի ներկայությունը իմ կյանքում չեմ դիտարկում որպես ավելորդություն, հատկապես եթե այդ մարդիկ ինձ փորձ են տվել, իսկ ինքը ինձ 7 տարվա բավական մեծ փորձ է տվել, այն ժամանակ ես ընդամենը աղջիկ էի, ով ամենամեծ ձեռքբերումը մենեջեր լինելն էր, հա, սուպերմարկետում, բայց դա կյանքի փորձ էր ձեզ համար։ Իրականում, հա, որովհետև Այն ինչ որ կամ ես հիմա, ես շատ եմ ասում այդ մասին, ինչ որ ես կամ հիմա, ես շատ բաներ իրենից եմ սովորել, ինքնավստահություն, կայուն հստակ ամուր քայլեր բիզնեսում, չվախենալ մարդկանցից, ովքեր որ շատ գումար ունեն եւ մեծ կաբինետներ, հա, օֆիսներ, խոսել հավասարը հավասարին, երբեք չմտածել, որ դու չես կարող կամ ինչ-որ բանով պակասես, ինչ-որ եթե դու այդ գումարը կամ պաշտոնը չունես, քայլ կամ աստիճան դեռ ունես հասնելու եւ այլն եւ այլն։ Շատ բան է տվել ինձ իրականում, շատ ամենակարևորը ինքնավստահություն, որը որ ես այն ժամանակ առանձնապես շատ չունեի։ Բայց նաեւ գիտեմ, որ իրար հետ եւ աշխատում էիք եւ բիզնեսներ էիք փորձում համատեղ ստեղծել, ստացվում էր։
Ստացվում էր, ինքը դուրս եկավ 3 ամիս հետո աշխատանքից ու մենք որոշեցինք, որ համատեղ բիզնես պետք է ունենանք, նորաստեղծ ինչ-որ փոքրիկ բիզնեսի համար, բավականին մեծ արդյունքներ էին, որտեղ շատ լուրջ կազմակերպությունների հետ էինք համագործակցում։ Քանի տարի միասին ապրեցիք։ 7 տարի։ 7 տարի։ Բայց այդ ամենը ավարտվեց եւ որն էր դրա պատճառը։ Այդ ամենը ավարտվեց, որովհետև ես մի օր պարզապես հասկացա, որ իմ կյանքում ոչինչ չի փոխվում, այսինքն այդ ցանկությունը իրոք ընտանիք ունենալու, ոչ թե ընտանիքի գաղափար գլխի մեջ, այլ իրականում այդ ընտանիքը գաղափարից դուրս, իրականում ունենալու, միգուցե դա երբեք չլինի իր հետ, որովհետև առավոտյան արթնանում էինք, ինքը գնում էր երեխաների մոտ, այնտեղից աշխատում էր, ես աշխատում էի, գնում էի իմ աշխատանքին, երեկոյան մենք շատ ուշ հանդիպում էինք, ինչ ֆիլմ էինք նայում, օրը ավարտվում էր եւ առավոտյան նույնիսկ նույն բանը, ու այսպես անընդհատ ոչինչ չէր փոխվում ու ես հասկանում էի, որ չի էլ փոխվելու, որովհետեւ ինքը Եվս մի երեխա ունենալու ցանկություն էլ չուներ, հա, որովհետև ես արդեն ունեմ 2 երեխա, որոնց պետք է ինչ-որ նպատակի հասցնել։ Ես այդ ամենը հասկանում էի, բայց իմ տեսանկյունից ինձ համար այդ այդքան էլ ազնիվ չէր, որովհետև ստացվում էր, որ որոշումը միակողմանի է, ու ես պիտի հարմարվեմ դրա հետ։ Պարզապես մի օր արթնացա ու որոշեցի, որ էլ չեմ ուզում այդպես ապրեմ։ Իսկ այդ ընթացքում զրույցներ շատ են եղել, այնպես չի, որ ուղղակի զարթնեցի ու որոշեցի, հա։ Այսինքն այդ թեման քննարկումներ եղել են ու միշտ այդ քննարկումները չեն եղել այն ելքով, որ գոնե ինչ որ չափով ինձ հարմար կլինի, ինձ դուր կգա, ես դա կուզեմ, հա։ Ուղղակի երբ հասկացաք, որ տարբերակ չկա, առաջ շարժվելու։ Ես բարձրապես հավաքեցի իրերը ու խնդրեցի այլևս չվերադառնալ իմ տուն։ Հասմիկ հեշտ էր այդ ձեր նկարագրած սիրո պատմությունից հետո հրաժարվել այդ մարդուց։ Էնել այտենց կտրուկ։ Բացարձակ հեշտ չէր, աննկարագրելի ծանր էր, ինչի, որովհետև այն ժամանակ ինձ թվում էր, որ առանց իրա ես ուղղակի չկա թթված ինչ եմ կարող շնչեմ ու իրոք չէի կարող շնչել։ Ինձ համար աննկարագրելի բարդ էր։ Մեկ այդ ամբողջ ընթացքում այդ 7 տարվա եղել են ժամանակներ, որ որոշել ենք, որ վերջ, սենց շարունակվել չի լինի եւ այլն ու հետո մաքսիմում այդ տևելա մի ամիս նորից աննորմալի նման հետ ենք գնացել ու սկսել այդ նույն կետից, որտեղ կանգնել էինք, հա։ Բայց այս անգամ մեծ տարբերակը չէր։ Բայց նախ արդեն փորձս մեծ էր ու ես հասկանում էի, որ եթե մի անգամ էլ հետ գնամ, իմ կյանքում այլևս ոչ մի բան չի փոխվելու։ Ես նորից մնալու եմ նույն այդ բանի մեջ, հա, շրջապտույտի մեջ ու երբեք դուրս չեմ գալու, որտեղ ես առանց իր չկարողամ ապրեմ։ Ու չէի էլ ուզում, այնպես չէր, որ միայն չէի կարողam, չէի էլ ուզում։ Հետաքրքիր է այդ էմոցիոնալ այդ սվատ վիճակը, նաև գիտակցում ես, որ իսկապես ոչ ուզում ես, ոչ կարող ես, բայց ուղեղդ քեզ ասում է, որ ճիշտը սա է, ոնց կարողացաք, ինչ սկսվեց դրանից հետո ու ոնց դուրս եկաք այդ։ Շատ սարսափելի ծանր էր, այնքան, որ ընկերներս անընդհատ փորձում էին ինձ ինչ-որ տեղեր հրավիրել, ինչ-որ տեղ տանել, ցրել, հա, գիտեին բոլորը ես ինչ եմ սիրում, թատրոն, կինո, չգիտեմ, ինչ-որ գնանք այստեղ այս միջոցառում նայեն, ցուցասրահ, դուրս գալ չէի ուզում ու դուրս չէի գալիս, մինչև այն պահը, որ ընկերուհիներիցս մեկը ասեց հաս պիտի գնամ դաջված կանելու ու ինձ շատ պետքա, որ դու իմ կողքը լինես, խնդրում եմ անպայման արի։ Էլի չէի ուզում դրանից, նու մեր բաժանումից արդեն անցել էին շատ ամիսներ, էլի չէի ուզում, ասեցի խնդրում եմ, էլի չգամ, ուղղակի չեմ ուզում տանից դուրս գամ։ Ուղղակի չեմ ուզում։
Չէ, անպայմանարի, ես կխնդրեմ քեզ կդիմավորեն, առանց քեզ չեմ կարող փոշմանա, դա այնպեսի բան ասեց, որ Ստիպված համաձայնվեցի։ Ստիպված համաձայնվեցի, գնացի, ինձ դիմավորեց մի տղա, բավականին տենց պայծառ, լավ տրամադրությամբ, Հաճելի արտաքինով, բավականին հաճելի արտաքինով։ Գնացինք, դաջվածք արեց, դրանից հետո էլի մի դաջվածք արդեն իմ տանը, նույն ընկերուհուս, ու հետո այս տղան սկսեց ինչ-որ մեզ հրավիրել ինչ-որ տեղեր, մի բաժակ մի բան խմելու, հետո իր ծննդյան օրվան հրավիրեց նշելու, ու այդպես մենք մտերմացանք։ Եվ սկսվեցին ձեր հարաբերությունները արդեն ձեր ամուսնուս ապագա ամուսնու։ 8 ամիս հետո ամուսնացանք։ Հասմիկ, հետաքրքիր է, այդ փրկողակ էր այն հարաբերություններից, թե իսկապես ինչ-որ մի բան սկսվեց։ Ես կարծում եմ, որ սկսվեց եւ նաեւ փրկողակ էր, այսինքն ես չեմ կարող ասել, որ ես ամուսնացել եմ այդ հարաբերություններից փախչելու համար, որովհետեւ կար զգացմունք, չլիներ զգացմունք, կարող է լինեին հարաբերություններ, բայց որ դա տաներ ամուսնության բացառվում է, ես այն մարդ չեմ, ում համար կյանքում այդ պաշտոն ունենալը, ինձ համար այդ բան կին լինել, ամուսին լինել, այս պաշտոններ են։ Ինչի, որովհետև եթե կա զգացմունք ուզում ես մարդու հետ ապրել, դրա համար քեզ պետության կողմից տրված ինչ-որ թուղթ հաստատ պետք չի, ոչ էլ այդ մատանին է պետք մատիտ։ Ուզում ես ապրել մարդու հետ, ապրի։ Չես ուզում, մի ապրի։ Բայց այնպես էր, որ ծնողներն էլ, եւ իր մաման, եւ իմ ծնողները, որ բնական է, շատ երկար մարդիկ սպասել են, որ իրենց երեխաների կյանքում ինչ-որ լուրջ հարաբերություններ լինեն, որ մարդիկ որոշեն ընտանիք կազմեն։ Նախ ասենք նաեւ, որ նա ձեզնից առաջ արդեն ունեցել էր մեկ ամուսնություն եւ աղջիկ, չէ։ Այո։ Այդ ձեզ չէր վախեցնում երեխայի գոյությունը, որովհետև այդ բարթավախերմանալ, ընկերանալ այդ նկատի ունեն։ Ամուսնություն որպես այդպեսին չէր եղել, պարզապես այդպես էլի հարաբերություններ էին եղել ու այո, երեխա էր ծնվել, չէր վախեցնում, ինչի, որովհետև եթե մարդուն սիրում ես, բացարձակ նշանակություն չունի, երեխա ունի, երեխաներ ունի, քեզ կընդունի այդ երեխան չի ընդունի, այսօր չի ընդունի, վաղ հաստատ կընդունի, այդ ամբողջը պետք է հաղթահարել ու միասին հաղթահարել, մենակ դու չես։ Այդ շատ դժվար։ Իսկ իր աղջիկը ինձ շատ արագ ընդունեց, իր մայրն էլ շատ ֆանտաստիկ կին էր, շատ գրագետ, շատ կիրթ, շատ ինտելեկտուալ, չկա այդպիսի բացասական բան, որ կարելի ասել այդ կնոջ մասին, շատ եմ սիրել իր մամային ու աղջկան էլ։ Շատ արագ կապվեցինք ես ու իր աղջիկը։ Ումեն ինչ ստացվեց շատ արագ, հետաքրքիր է։ Ու հարթ։ Ու ամուսնացաք։ Մի քանի ամիս հետո, այդ բարդ հարաբերություններից հետո, ինչը գրավեց, որ այտենց հեշտությամբ որոշեցիք մտնել արդեն այլ հարաբերությունների մեջ, արդեն ավելի լուրջ, ամուսնական, բնավորությունը, թե թեթևությունը, չգիտեմ։ Պարզապես եւ ծնողներին ինչ որտեղ շնորհակալություն հայտնելու ցանկություն կար, այդ կերպ վերջապես ընտանիք ունենալ եւ օրինական ընտանիք ունենալ, որովհետեւ երբ որ քո կյանքում փորձեր են լինում, որոնք քո ծնողների համար անհաջող փորձեր են, իրականում հարաբերություններում հաջող անհաջող փորձեր ըստ իս չկան, որովհետեւ դու ցանկացած հարաբերություններից ինչքան վատ փորձ ես ունենում, այդքան էլ ու շատ ավել էլ լավ փորձ ես ունենում, այդ քեզ ձևավորում է, այդ քեզ կոփում է, այդ քեզ դարձնում է ինչ որ դու հմտություններ ես ստեղծում, բայց քո ծնողի համար ինչքան շատ ես ցավում, բնականաբար այդքան իրան շատ ցավում է, այդ իրան նեղում է, այդ իրան վախեցնում է, ու մարդիկ մտածում են, որ միգուցե քո կյանքում այլևս հնարավոր չի, ամուր հարաբերություններ, լուրջ հարաբերություններ եւ այլն, ավելի շատ երևի ծնողների համար էր այդ քայլը, քան
իմ կողմից որ հաստատ, որովհետև եթե չլիներ այդ, որ իրենք իրենց երեխայի կյանքում ստաբիլություն են ուզում, հա, ինչ որ կերպ ամրագրված, եթե այս միտքը չլիներ, ես դժվար թե գնայի բան ԶԱԳՍ։ Ինչի, որովհետև ինձ համար ոնց քիչ առաջ ասեցի, հա, այդ կարևոր սիրում ես մարդուն, ապրում ես մարդու հետ, վաղը ինչ կլինի ընդհանրապես կարևոր։ Հասմիկից ձեր ծնողները ոնց են վերաբերվում այդ ձեր ոնց էին վերաբերվում այդ փորձերին, հետաքրքիր է։ Քննադատություն։ Երբեք չի ընջել ծնողներիս կողմից քննադատություն, շատ հարցեր են եղել իրականում, լավ ես մտածել, լավ չես մտածել։ Դա այդ մտավախությունը կարող է լինել, բայց այդ մեր այդ սերնդի ծնողները սովորաբար շատ ավելի խիստ են դատում։ Իմ ծնողների ես միշտ եմ իմացել, որ ես իմ ծնողների կողմից նման խիստ դատողությունների չեմ արժանանալու, ինչի, որովհետև դեռ շատ փոքր տարիքից ես հասկացել եմ, որ ես ունեմ ծնողներ, ովքեր որ տարբերվում են գոնե իմ հորեղբայրներից, հորաքույրներից եւ մնացած բոլորից, ինչի, որովհետև ինձ միշտ թույլատրելի է եղել հագնել դեկոլտեներ, կարճ կիսաշրջազգեստներ կամ շրջազգեստներ, քիպտաբատներ, գնալ ընկերների հետ ուր կուզեմ, վերադառնալ երբ կուզեմ։ Իմ ծնողները ինձ միշտ վստահել են, իսկ ես փորձել եմ այդ վստահությունը հնարավոր բոլոր տարբերակներով արդարացնել, հա, որ երբեք չլինի այնպես, որ իմ ծնողը զղջա, որ այդքան վստահել է, այդքան ազատ է թողել։ Դրա համար միշտ դեռ մանկուց եմ իմացել, որ ես չեմ ունենալու տենց խիստ փակ ինչ-որ բաներ, հա, արգելքներ, որ իմ անձնական կյանքում կարող է ինձ ասեն, չէ, սենց պիտի լինի, տենց պիտիներ երբեք չեն եղել ծնողներիս կողմից։ Հասմիկ, իսկ այդ երկրորդ արդեն փորձը հարաբերությունների, որ ավելի լուրջ էր եւ ընտանիք դարձավ, նույնպես ավարտվեց ինչ-որ ժամանակ անց։ Ինչը եղավ դրա պատճառը, ես գիտեմ, որ դուք միասին փորձեցիք սրճարան հիմնել, բիզնես սկսել եւ հանկարծ ամեն ինչ վերջացավ։ Փորձեցինք, ստացվեց, բայց մինչև սրճարանը ես դեռ մեր ամուսնությունից 6 ամիս հետո հասկացա, որ միգուցե այս ամենը այնքան էլ լավ տեղ չտանի, ինչի, որովհետև երբ որ ինձ ասվեց բան, որին ես ընդհանրապես պատրաստ չէի, այսինքն զանգ եղավ Մոսկվայից, առաջարկ ընկերոջից այնտեղ գնալ, աշխատել, հիմնել տատու ստուդիա, ու իմ առաջ հարց դրվեց, կամ ես գնալու եմ, կամ մենք բաժանվելու ենք ու ես գնալու եմ, ես հասկացա, որ եթե մարդը նման ես այդ արժեքը չեմ էլ ունեցել երբևէ, որ կարելի է ինձ տենց բան ասել, շատ դժվարությամբ, բայց համաձայնվել եմ, որպես այդպեսին այլընտրանք էլ չկար, հա։ Ուզեիր չուզեիր կամ պիտի համաձայնվեիր կամ չէ, բայց երբ որ կար զգացմունքը, բնականաբար համաձայնվում ես։ Ճիշտ չէ, հա։ Ու շատ երկար ամիսներ սպասել եմ, որ ինչ որ պահից հասկացվելու է այնտեղ, որ սխալ որոշում է կայացվել, ինձ մոտ միշտ այդպես է եղել, եթե ես հստակ գիտեմ այս վարքյանից, որ ինչի համար մարդը ինչ որ քայլեր է ձեռնարկում, դա չի լինելու, ես չգիտեմ ոնց մարդուն բացատրեմ, բայց դու վստահ ես, որ դա չի, բայց ես գիտեմ, որ չի լինելու, տենց եղել է միշտ, տենց կա ու վստահ եմ, որ տենց լինելու է, ինչքան կյանքի փորձը մեծանում է, այդքան ավելի շատ է այդպես լինում։ Եթե այդ տարիքում գոնե ինչ որ բան կա, միգուցե ես սխալվում եմ, իրոք կարող ամեն ինչ լավ լինի, հիմա ես այդ վստահությունը կարող է շատ բան է հնչում, հա, այսպես ինքնավստահ է հնչում, բայց այո, եթե ես հիմա մտածում եմ, որ այս մարդու հետ չարժե գործ բռնել, որովհետև վաղ դա չի արդարացվելու կամ այս մարդն իրեն չի արդարացնում, տենց է լինում է։ Ու նույնը այդ գործի հետ կապված էր, հա, երբ որ տրամաբանությունս էլ էր ասում, մենակ այն չէ, որ զգում եմ չի լինելու, տրամաբանությունս էլ էր ասում, որ այն ինչի համար իրան այնտեղ կանչում են, չի կարող ստացվի, որովհետև ինչ որ խոչընդոտներ արդեն իսկ դեռ պատմելու ընթացքում կա, ուր մնաց, որ գնաս հասնես տեղում ու հասկանաս, որ կա այդ խոչընդոտները։
Պարզապես այլընտրանք չկար, գնացիք։ Այդ պահին այլընտրանք չկար, ինքը վերադարձավ, միաժամանակ հետո նորից ստացվեց հրավեր, նորից ինքը գնաց այնտեղ ու ես արդեն երկրորդ գալուց հետո հասկացա, որ ինքը թողված է հետ եկել առաջվա հարաբերություններից շատ քիչ բան էր մնացել ու երբ որ որոշվեց որ արի սրճարան ունենանք ես աշխատում էի երբ որ մի օր ընկերոջ հետ եկավ իմ աշխատավայր բարում էի աշխատում ասեց գիտես նա ֆանտաստիկ տեղ եմ գտել անպայման բանը գործից հետո գնանք ես քեզ այդ տեղը ցույց տամ ուզում եմ այդտեղ սրճարան ունենանք ինձ համար այդքան էլ այդ պահին լավ որոշում չէ, ես միշտ ուզել եմ իմ ունենամ, բայց ինձ համար այդ պահին այդքան էլ լավ որոշում չէր դա, որովհետև ֆինանսական շատ ուրիշ խնդիրներ ու հարցեր կային ու ես չէի ուզում այդ ֆինանսական պարտավորությունները ավելի մեծանային, հա Մենք բավականին լավ հաստակում էինք ինքը իր մասնագիտությամբ, ես իմ մասնագիտությամբ։ Այդ ժամանակ արդեն որոշել եք բարմեն դառնալ։ Ես արդեն վաղուց բարմեն եմ Երևանի այն ժամանակ ամենաճանաչված փաբերից մեկում։ Շատ սիրում էի մասնագիտությունը ու կարելի է ասել նաև ապրում եմ այդ մասնագիտությամբ։ Ես ընդհանրապես ինչով զբաղվել եմ, միշտ ապրել եմ այդ ամենով։ Բայց այնուամենայնիվ համաձայնեցիք եւ վերցրեցիք այդ սրճարանը, որոշեցիք էլի իր ցանկության հետևից գնալ, թե հա, որովհետեւ երբ որ ինձ ասում են, որ դա իմ երազանքն է, կամ իմ երազանքն է եղել, ես այդ ժամանակ մտածում եմ, իսկ ես ով եմ, որ մարդու երազանքին խոչընդոտեմ, որովհետեւ ես էլ ունեմ երազանքներ։ Ու ես հետ չէի ուզի, որ ինչ որ մեկը իմ երազանքին խոչընդոտեր, հա։ Երազանքը պիտի մարդը ինքը իրականացնի, ոչ թե ուրիշը։ Չէ՞։ Դե հաշվի առնելով, որ ես էի այդ ոլորտի մարդ, բարձրով պիտի իրականացներ, ու այո, մենք հիմնեցինք սրճարան, բնականաբար շատ ավելի մեծացներով այդ ֆինանսական պարտավորությունները եւ ես իմ կողմից եւ ինքը իր կողմից ու հիմնեցինք այն սրճարանը, որ իր տեսակի մեջ միակն էր այն ժամանակ, որովհետև գնալ սրճարան կենթանու հետ, հա, քո կենթանու հետ ու ցանկացած տեսակի կենթանու հետ, մեծից մինչև փոքր։ Մեծից փոքր, թռչուն, սողուն, չորքոտանի կապ չունի, մեր մոտ սրճարանում այն տեսակ կենթանիներ են եղել, որ մարդկանց տրամաբանության մեջ միգուցե մինչև այսօր չտեղավորվի, որտեղ այն ժամանակ մենակ մի սրճարան կար, մի սփյուռքահայ սրճարան էր, որտեղ շների հետ կարելի էր, բայց նույնիսկ այդ շների համար որոշակի չափ կար, հա, դրանից ավելի մեծ ներս չէին թողնում, իսկ ինձ մոտ գալիս էին մարդիկ իրենց բազեի հետ, որը փրկվել էր ինչ-որ նկուղից, սողուններ, շինշիլա, ծովախոզուկ, չգիտեմ, նապաստակ, շունդ է, մեզ մոտ այնպես էր, որ սովորաբար մարդիկ գնում են սրճարանում նշում իրենց ծննդյան օրերը, հա, մեզ մոտ գալիս էին շների ծննդյան օրերը։ Պարզ է արդեն։ Իսկ ինչքան տևեց այդ պերիոդը ու ինչով դա ավարտվեց։ Պերիոդը տևեց 3 տարի, սրճարանը գոյություն ունեցավ 3 տարի, բայց իմ ու իր համատեղ գործունեությունը այդ սրճարանում տևեց մի տարուց էլ քիչ։ Ինչի, որտեղ ինչ որ պահի ես հասկացա, որ ես մենակ եմ այդ ամենի մեջ, իսկ ես խնդրել էի, որ այդ բիզնեսում ինձ մենակ չթողնի, ոչ ֆինանսապես, ոչ հոգեպես եւ ոչ էլ ֆիզիկապես, ինչի, որովհետեւ դա շատ բարդ բան է, երբ որ մարդը անում է մենակ, ու սա իրոք սպառում է մարդուն։ Ու հատկապես երբ որ դու ինչ որ պահից սկսած մենակ ես անում, իսկ սկզբանե տենց չէր, հետո դարձավ այդպես։ Իսկ ինքը ես իրան երբեք չեմ մեղադրել ընկերասեր լինելու մեջ, բայց նաև մեղադրել եմ, որովհետև ինչ որ этап է եկել, որ ես հասկացել եմ, որ ընկերները շատ ավելի կարևոր են, քան ես։ Ու շատ ընկերներ
հասկացել են դա, շատ ընկերներ չեն հասկացել դա, մենք ունեցել ենք ընկերներ, համատեղ ընկերներ, որ եւ իմ եւ իր ընկերներն են եղել, ում հետ ես մինչեւ հիմա էլ շփվում եմ ու ընկերություն եմ անում, բայց եղել են մարդիկ, ովքեր որ ուղղակի իրավիճակը տեսել են, ինչ որ բաների հավատացել են, ինչ որ արդարացումներ հորինվել են այդ մարդկանց համար, հա, ինչի մենք ամուսնալուծվեցինք, ու մինչև այսօր էլ մարդիկ կան, ովքեր կարող է զուտ կամ իրանց լսածի կամ ենթադրությունների վրա փորձեն ինձ մեղադրել, այդ ինձ համար ծիծաղելի է։ Հասարակական կարծիք այդքան էլ կարևոր չի, մարդը ինքն է զգում Համար որ հաստատ կարևոր չի, որովհետև այո, շատ ծանր ենք ամուսնալուծվել, որովհետև կար ընդհանուր ստեղծած ինչ-որ մի բան, պարտավորություններ, այո, ֆինանսական լիք պարտավորություններ, ինքը իր պահանջներն ուներ, ես իմ պահանջներն ունեի, իհարկե անցան ամիսներ, համարյա մի տարի, մենք հանգիստ կարողացանք զրուցենք այդ ամեն ինչի մասին, առանց իրար մեղադրելու արդեն բնականաբար, բայց Ինչ այդ ամիսները շատ ծանր, շատ սարսափելի ծանր են անցել։ Այդ է ուզում հարցնել, ես երկրորդ անգամն էլ այդ բաժանումը ծանր էր, թե սա ուրիշ տեսակի ծանրություն էր։ Դա ուրիշ տեսակ ծանրություն էր, որովհետև իմ մասին պատմություններ էին հորինվում եւ տարածվում, որոնք իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ ու առնչություն չունեին։ Մենք բաժանվել էինք գարնանը, ես իմ հաջորդ հարաբերությունները սկսել էի արդեն ամռան վերջին, աշնանը կարելի է ասել, բայց պատմություններ էին տարածվում այն մասին, որ դուք դավաճանել եք։ Ես այո, դավաճանել եմ, այդ իսկ պատճառով ինձնից բաժանվել են, ահա, ինչ որ, բայց այն մեր բաժանվել է այնքան առանց վեճի, առանց բարձր տոնների, ես առհասարակ մարդ եմ, ով չի սիրում կոնֆլիկտներ, հա, եթե ինչ-որ տեղ շատ վատ է, այնքան որ այլևս հնարավոր չի դիմանալ, ես պարզապես գնում եմ, ես չեմ գոռում, ես չեմ վիճում, ես ոչինչ չեմ խփում պատերին կոտրում, ոչ մի նման բան, ես խոսում եմ, անընդհատ խոսում եմ, ամիսներ կարող եմ խոսել ու ինչ-որ պահի հասկանամ, որ ես պարզապես մենախոսությամբ եմ զբաղված ու ուղղակի թողնեմ գնամ։ Հասմիկ, իսկ երկրորդ փորձից հետո եւս մեկ հանդիպում մի քանի ամիս անց հեշտ եղավ ընդունել, որովհետեւ ամեն անգամ երբ դու փորձում ես, հավատդ, վստահությունդ պակասում է։ Ինձ մոտ հավատը չի պակասել երբեք, վստահությունն էլ չի պակասել, ինչի, որովհետև ինձ համար բոլոր մարդիկ տարբեր են։ Ես երբեք մեկը մյուսի հետ չեմ համեմատում, որովհետև իրոք իրենք բոլորը տարբեր են, իրենք ասելով մարդիկ, բոլոր մարդիկ տարբեր են, հա, մենք մի ձեռքի վրա 5 մատ ունենք տարբեր մատնահետքերով, բնականաբար մարդը չի կարող նույնը լինել, ինքը ունի իր անցած ճանապարհը, իր փորձը, որ բերում է քո կյանք ու ինքը ձևավորվել է իր փորձի հիման վրա, հա, բնականաբար բոլոր այդ փորձերը մտնում են քո կյանք, դու էլ քո փորձով ես մտնում այդ մարդկանց կյանք ու դուք միևնույն է, անկախ ամեն ինչից իրար լիքը բան եք տալիս եւ դրական եւ այո, ինչ որտեղ նաեւ բացասական, շնորհիվ բացասական քիչ ավելի ուշ է գալիս, բայց միևնույն է գալիս է։ Այս հարաբերություններում, այդ հարաբերությունները իմ կյանքում տևել են մի տարի, հա, հաջորդ եկող հարաբերությունները տևել են մի տարի, բայց ձգվում են մինչև այսօր որպես ընկերություն։ Ու այն վստահությունը, որ ես ունեմ իմ այդ ընկերոջ հանդեպ, հա, ում որ աննկարագրելի շատ սիրում ու գնահատում եմ, երևի ոչ մի զույգի հնարավոր չի պատկերացնել, հա, որ կարող է լինեն հարաբերություններ, հետո չլինի այդ հարաբերությունը, բայց մնա ընկերություն, այնքան որ կարողանաս հեշտ չի, շատ բարդ է, հատկապես երբ որ դու մարդու հանդեպ դեռ ունես զգացմունքներ, բայց դու ինչ-ինչ պատճառներով ստիպված ես թողնել իրան։ Իսկ պատճառները շատ են ու տարբեր են, որովհետև մենք
ուզենք չուզենք, մենք սոցիումի մի մաս ենք։ Մենք ուզենք թե չէ, պիտի հաշվի նստենք ինչ որ բաների հետ, հա, որը կապված է սոցիումի հետ, ընտանիքի հետ եւ այլն եւ այլն։ Մենք չենք կարող անտեսել այդ ամենը ու բնականաբար դա անդրադառնում է ինչ որ կերպով քո հարաբերությունների վրա։ Եթե դու շատ սիրում ես այդ մարդուն ու ուզում ես որ ինքը երջանիկ լինի, այո, եթե պետքա բաց թողնել, ուրեմն պետքա բաց թողնել։ Սիրելով բաց ես թողնում։ Այո, հեշտ է դա։ Սարսափելի բարդ է։ Շատ բարդ է, մենք ունեինք ընդհանուր ընկերներ, ում կյանքը ես դժոխքի էի վերածում, կարելի ասել, ինչի, որովհետև անդադ խոսում էի, կիսվում այդ մարդկանց հետ հանդիպում զրուցում էի, փորձում այդ բացը, իր բացը լրացնեի, ինչ որ ժամանակ հետո այդ բացը, այո, այդ բացը այլևս հասկանում ես, որ լրացնելու բան չկա, որտեղ բաց չկա։ Այդ մարդը կա քո կյանքում, պարզապես լրիվ այլ կերպ։ Դու էլի շատ սիրում ես իրան, ինքն էլ քեզ մարդկային առումով շատ սիրում է, հա, դուք կաք իրար կյանքում, բայց լրիվ այլ փոխհարաբերությունների մեջ։ Մի փոքր դժվար է դա պատկերացնելը, որովհետև բարդ հարաբերություն է։ Շատ Հասմիկ հետաքրքիր է դրանից հետո ինչ տեղի ունեցավ ձեր կյանքում եւ այս этаպում երբ հայտնվեց էթիկետը, որը հիմա դարձել է ձեր հիմնական գործունեությունը, չէ՞, ավելի ձեր հոբին է եղել, վաղուց եք սիրել, բայց եթե չեմ սխալվում, կորոնավիրուսի ժամանակ հատվածում ակտիվացավ։ Այո։ Ես ամուսնալուծվելուց հետո արդեն որոշեցի, որ ուզում եմ սովորել։ Իսկ դրանից շատ երկար տարիներ առաջ ու մինչև այդ էթիկետը իմ կյանքում միշտ եղել է որպես ամենամեծ հետաքրքրություն։ Ֆիլմեր, գրքեր, հնարավոր ու անհնար բոլոր նյութերը տարբեր լեզուներով, հա։ Նույնիսկ եթե ինչ-որ լեզու կար, որ ես չէի հասկանում, ես փորձում էի դա թարգմանել տարբեր ծրագրերով ու հասկանալ, որտեղ էթիկետը որպես այդպեսին Հայաստանում նույնիսկ հիմա այդպես տարածված չի, հա, ու մնաց այն ժամանակ ու ես այն ժամանակ սովորեցի շատ հայտնի ռուս մասնագետի մոտ, ով Կրեմլի արարողակարգի մասնագետներից էր, իր լեկցիաներին մասնակցեցի մի քանի ամիս, դրանից հետո սովորեցի մեկ այլ բարձրագույն դպրոցում էթիկետի, հա, ավարտեցի ու արդեն այդ ժամանակ ինձ համար ինքը դադարեց ուղակի հոբի լինել, ինքը դարձավ մասնագիտություն, որով ես դեռ չէի զբաղվում։ Ու սկսվեց COVID-ը։ Երբ որ սկսվեց COVID-ը, ես հասկացա, որ իմ մասնագիտություններից եւ ոչ մեկով հնարավոր չի այդ ընթացքում զբաղվել ու գումար վաստակել, բայց դու ունես վարկեր եւ պարզապես պիտի ապրել, վճարես այդ տարածքի համար, հա, որտեղ սրճարանն է ու պետքա ապրես, այո։ Եվ այդ ժամանակ ձեր ընկերներից մեկը, այդ ժամանակ, այո, իմ ընկերներից մեկից զանգ ստացա, ասաց Հաս ես ունեմ շատ մտերիմ ընկեր, որ ապրում է այստեղ Ռուսաստանում ու շատ վատ բան վիճակում է ինքը, հոգեվիճակում, որովհետև գրեթե 100%-անոց պայմանագիր է ձախողել, ինչի, որովհետև իրան հրավիրել են Ֆրանսիայում բիզնես ընթրիքի, հա, բարձրակարգ ռեստորան, մարդ գնացել է ոչ համապատասխան հագուստով, չնայած շատ թանկ հագնված եւ իրար խառնվել, երբ որ այդ սպասքից չի կարողացել օգտվել, այդքան շարված, հա, այդ ամենը բնականաբար կարդացել են մարդու դեմքին, իսկ եվրոպացիների համար ինչքան էլ ուզում եմ մենք հիմա ասենք, եվրոպացիները ազատ են, բան, չգիտեմ, իրանք ոչ մի ուշադրություն չեն դարձնում, իրանք շապիկներով կարող է գնան ամենակարևոր հանդիպումների, չէ, այդպես չի։ Մենք կապի դուրս եկանք, այսինքն ինքը կապվեց ինձ հետ ու ստացվեց այնպես, որ իր կողմից եղավ առաջարկը, որ ես իր հետ աշխատեմ։ Այսինքն լինի խորհրդատվություն, սկսվեց այդ խորհրդատվությունը, որը տևեց 2 ամիս, ես բավական լավ արձատրվեցի, դրանից հետո ինքը խորհուրդ տվեց իր ընկերոջը, հետո այդ ընկերը իր օգնականին ու այսպես դարձավ իմ հիմնական աշխատանքի էթիկետը։ Այսինքն ձեր սիրելի աշխատանքը սկսեց նաև ձեզ գումար բերել։ Այո։
Եվ դրանից հետո ինչպես դասավորվեց կյանքը Հասմիկ եւ անձնական եւ մնացածը։ Ես այն կանանցից եմ, ովքեր որ երբեք սուրբ չեն խաղում, հա, ես այն կանանցից եմ, ում կյանքում այնպես չի միայն ամուսինն է եղել եւ վերջ, հա, ես տենց լուսապսակով նստած չեմ եղել, այ իմ կյանքում եղել են տղամարդիկ եւ դա նորմալ է։ Կովիդին զուգահեռ իմ կյանքում հայտնվեց եւս մի հրաշալի անձնավորություն, հա, բժիշկ մասնագիտությամբ, ով այդ փուլում նույնպես ամուսնալուծության փուլում էր, արդեն բաժանվում էին եւ ձեզանից տարիքով կարծեմ փոքր էր։ Բավականին 9 տարի փոքր էր ինձանից։ Ու նախ մեզ մոտ ինչ որ этап պարզապես ընկերություն էր ու դրանից հետո սկսվեց արդեն անձնական նաև փոխհարաբերություններ, սկզբում բավականին ծանր, որտեվ իր ընտանիքի անդամներն էլ հասկանում էին նոր ամուսնալուծվում, հա, ինչ որտեղ նաև ինձ չէին վստահում իմ արտաքինի համար եւ պատճառով, հա, լիքը դաջվածքներ, ամուսնալուծված կին, կարճ մազեր եւ շատ կարծրատիպեր, բան ստերեոտիպային բաներ կան մարդկանց մեջ, որ ոչ մի կերպ չի լինում հաղթահարել, երբ որ միանգամից տեսնում են։ Դժվար է։ Բայց դες դա երբեք չի անհանգստացնում։ Ինձ երբեք չի անհանգստացրել, ես իմ դաջվածքների մեծ մասը իմ ամուսինն է արել, իրենից հետո էլ բնականաբար էլի ավելացրել եմ, արել եմ դաջվածքներ, ու իմ ամեն կյանքում ինչ որ ամեն լուրջ փուլ փակելուց հետո կամ սկսելու ժամանակ ես դաջվածքներ արել եմ, ու ինձ վրա չկան պարզապես դաջվածքներ, որոնք որ անիմաստ եմ, որովհետև սիրուն է, ես չունեմ սիրուն դաջվածքներ, ես ունեմ դաջվածքներ, որոնք իմ կյանքում շատ կարևոր նշանակություն ունեցող ինչ-որ բան են խորհրդանշում։ Ունեցել եմ աննկարագրելի երջանիկ 2 տարի այդ մարդու հետ, շատ սիրուն 2 տարի եմ ունեցել, աննկարագրելի շատ սիրել եմ, ուրիշ էր այս անգամ Հասմիկ։ Ահա, բավականին ուրիշ էր այն առումով, որ նախ բավականին փոքր էր տարիքով ինձանից եւ հետո այս են դեպքներ, որ ես էի իր հետ ապրում, ոչ թե ինքն էր իմ հետ իմ տանը ապրում, հա, մենք լրիվ ազատ էինք ու վերջապես ես կարող էի ապրել նենց, ոնց որ միշտ ուզել եմ ապրեմ, սկսած առավոտյան ոնց ուզել արթնանալուց, ինչ ուզել պատրաստել ուտելուց եւ օրը ավարտելուց նենց ոնց որ ուզում եմ, հա, ինչ խենթություններ ասես եղել են մեր կյանքում, ընդհուպ մինչեւ մամային մենոնց շատ կարոտել եմ ու ընդամենը 10 րոպե հետո մենք արդեն տոմս ունեինք, ծնողները ուրիշ երկրում էին ապրում, մենք տոմս ունեինք, որ պետքա թռնենք, սյուրպրիզ անենք ծնողներին, հա։ Իր ծնողները շատ արագ անձամբ արդեն ծանոթանալուց հետո ունեցին դաջվածքներով, կարճ մազերով, շատ ֆանտաստիկ մարդիկ են, շատ լավ մարդիկ են, ում հետ ես իր մամայի հետ մինչև այսօր էլ կապ ունեմ։ Հասմիկ, իսկ տարիքային տարբերությունը պատճառ դարձավ, թե ինձ թվում է հակառակը տարիքային տարբերությունը ավելի շատ դառնում է հնարավորություն եւ ոչ պատճառ, բայց պատճառ դարձավ ավելի շատ խանդը, որը որ ես ընդհանրապես չունեմ, ոչ մեկի հանդեպ չունեմ, ես շատ սիրում եմ ազատ լինել եւ թողնում եմ ազատ, շատ ես իմ առաջին 7 տարվա հարաբերություններից հետո այ խանդը այդ ժամանակ ա եղել ինձ մոտ ու ես հասկացել եմ, որ դա աննկարագրելի վատ բան է, դա քայքայում է, դա փչացնում է ամեն ինչ, դու սկսում ես ինքդ քեզ կասկածել, դու սկսում ես ինքդ քեզ ներսից ոչնչացնել ու ոչնչացնում ես նաև այն մարդուն, ում հանդեպ այդ խանդը կա, հա, ու դա էլ չի վերականգնվում։ Չէ, չի վերականգնվում։ Երբ դա սկսվում է, արդեն միջև վերջ գնում է։ Այո։ Ավելի խորանում է, բայց բացառվում է, չի վերականգնվում։ Այս դեպքում, այսինքն ձեր կողմից չէր խանդը։
այդ 7 տարուց հետո ինձ մոտ ընդհանրապես երբեք ոչ մեկի հանդեպ խանդ չի եղել, բայց կար իմ հանդեպ ու ցավալին է, որ անտեղի, որովհետև ես կարծում եմ առհասարակ ընդհանրապես կանանց մոտ այդպես է, հա, եթե ինչ որ մեկը քո կյանքում կա ու դու շատ սիրում ես այդ մարդուն, քեզ այլևս ոչ ոք չի կարող հետաքրքրել։ Դու բոլոր տղամարդկանց 100%-ով ոչ, նայում ես բան, որպես մարդ, ոչ թե որպես տղամարդ, հա։ Ну, կայացած ինձ մոտ կանանց այդպես է եղել է միշտ։ Ես չեմ ասում բոլորի մոտ, բայց կարծում եմ, որ այո, մեծամասնության մոտ, եթե կինը սիրահարված է, ինքը պարզապես այդ մարդու ցենկով ոչ մեկին չի տեսնում, չի դիտարկում որպես տղամարդ։ Կարա ընկերություն անի, կարա շփվի, կարան գործընկերներ լինեն, հազար բան կարա լինի, բայց ոչ որպես տղամարդ, ում կարելի է դիտարկել որպես մարդ, ում հետ կարելի է, հա, ինչ որ հարաբերություններ։ Իր մոտ այդպես չէր, իսկ ինձ այդ 1, 2, 3 սկսում է քայքայել, երբ որ ինձ չեն վստահում, այդ սկսում է վիրավորել ինձ, որովհետև ես այն մարդն եմ, որ եթե ինչ որ բան լինի, անձամբ կխոսեմ, ինքս կբացեմ այդ թեման, կասեմ, որ գիտես, տենց է ստացվել, որ հիմա իմ կյանքում ինչ որ բան է փոխվել երևի, ես սկսել եմ նկատել այլ տղամարդկանց։ Հա, ես այդ մարդն եմ, ես կասեմ։ Ու այդ ավելի ազնիվ է, քան ինչ որ գործողություններ անեմ, ինչ որ քայլերի դիմեմ, բարձ եւ անկեղծ խոսակցություններ։ Ինչի, որովհետեւ այդ իմ ընտրությունն է, չէ, ես ոչ ոք չի բերել այդ մարդուն զորով մցրել իմ կյանք, ես եմ ընտրել այդ մարդուն։ Ում եմ դավաճանելու, ես իմ ընտրությունը, ինձ եմ նվաստացնելու, ցածրացնելու, ես դա չեմ ուզում անեմ, որովհետև ես ինքս իմ հանդեպ բավական մեծ հարգանք ունեմ եւ հարգանք ունեմ այն մարդու հանդեպ, ում որ ընտրել եմ։ Նաեւ այդ էր պատճառը, որ շատ շատերը չհասկացան իմ ու նախկին ամուսնուս ընդհանուր ընկերներից, հա, որ ես չէ, ինձ ճանաչող մարդը իհարկե հասկացավ, այն մարդիկ, ովքեր ինձ լավ չէին ճանաչում, այդպես էլ չհասկացան, որ սխալ մարդու սխալ բաների մեջ են մեղադրում, ինչեւ այդ ինձ հետաքրքիր չի, բացարձակ հետաքրքիր չի, ինչ են մտածում։ Ամեն դեպքում միևնույն է, ինձ համար շատ կարևոր է ես ոնց ինձ կզգամ ցանկացած քայլ անելու, ցանկացած գործողություն անելուց։ Եթե ինձ դրանից հետո վատ է լինելու, ես դա չեմ անի պարզապես։ Ես չեմ սիրում մեղքի զգացումով ապրել, իսկ այն մարդը, ով որ դավաճանում է, կարծում եմ, որ մեղքի զգացումը ամեն դեպքում ինչ որտեղ ունենում է, նույնիսկ եթե ինքը վստահ է, որ դա ամբողջությամբ արդարացված է, միևնույնն է, ինչ որտեղ այն ներսում փոքր մի հատ անկյունում այդ մեղավորությունը լինում է, չի կարող չլինել, եթե դու նորմալ մարդ ես։ Իմ շատ կին ընկերներ նեղվում են, երբ որ ես խոսում եմ այդ մասին, ես այս հարցում տղամարդկանց շատ եմ բանանում, հա, իրանց կողմից շատ եմ լինում կոպիտ ասած, նեղվում են, երբ որ խոսում են ինչ-որ նման թեմաների մասին, ասում եմ, այն մարդը, ում դավաճանում են, այնքան մեղավոր է, ինչքան որ այն մարդը, ով որ դավաճանում է։ Այդ իմ համար գրեթե հավասար բաներ են, երբեք չի կարող լինել, այնպես չի, մարդու կյանքում ամեն ինչ լավ է, իդեալական է, ոչ մի պակաս չունի, մեկ էլ տենց, հա, ինչ որ բան փոխվեց։ Ձեր պատմության ավարտը չիմացանք, հասմիկ։ Այսքան երկար որ խոսում էի, հա, այդ խանդի հետ կապված, անիմաստ խանդ, որի արդյունքում սխալ քայլ, այդ ես չկարողացա ներեմ, որովհետև ոնց որ ես եմ միշտ ասել, որ եթե ինչ-որ բան իմ կյանքում փոխվի, դու առաջին մարդը կլինես, ով կիմանա, հետո նոր այն մարդը, ում հետ ես կուզեմ փոխվի։ Մեզ մոտ այդպես չեղավ, չնայած կար խոստում, հա, որ տենց պիտի լինի երկուսիս մոտ էլ, բայց չէ։ Մենք տենց դադար վերցրեցինք մեր մտքերը ընդհանրապես ամեն ինչի իմի բերելու ու այդ դադարի ընթացքում ինչ որ մեկը հայտնվեց իր կյանքում, որը որ ես չկարողացա մարսել, փորձեցինք էլի միանանք, բայց այդ իրան էլ խանգարեց, ինձ էլ խանգարեց, չստացվեց, հստակ որոշեցինք, որ վերջ, ավելի շատ ինքը որոշեց, քան ես, որտեղ ես միգուցե դեռ էլի մի փոքր կշարունակեի, բայց
Բնականաբար հեշտ չի ամեն անգամ բաժանումը տանելը, համոզված եմ այս անգամ եւս դժվար է եղել, բայց մեկ այլ հարց է ինձ հետաքրքիր, երբևէ մտածել եք օրինակ այն առաջի հարաբերության ժամանակ ասիք, որ ուզում եք երեխա եւ մայրանալ, բայց ձեզ համար դա ինչ որ տենց ֆիքս իդեա է, թե երբեք չի եղել։ Իմ կյանքում եղավ մեծ կորուստ, հա, մայրս մահացավ ավտովթարից, այդ ժամանակ հա ես շատ մեծ ցանկություն ունեի երեխա ունենալու, շատ մեծ, այդ տենց հիվանդը մտքի նման ուղեղիցս դուրս չէր գալիս ու ինչ որ պահի ես հասկացա, որ ես երեխա չեմ ուզում ունենալ։ Ես պարզապես ուզում եմ մամայի բացը լրացնեմ։ Դե ինքը իմ կյանքի ամենակարևոր, ամենալիքը մարդն է եղել ու մեկ էլ այդ լիքը էլ չկա, այդ մարդը էլ չկա, այդ թիկունքը, որ ես միշտ ունեցել եմ, էլ չկա ու հա, այդ փուլում ստացվել է այդպես, որ ուզել եմ լրացնեմ ինչ որ մեկ ուրիշ մարդով, բայց ես չեմ կարծում, որ ընդհանրապես կինը պիտի ամուսնանա, որ երջանիկ լինի, ես չեմ ընդունում են, որ կինը ծնվել է մայրանալու համար, այդ իր, չգիտեմ, կյանքի ամենակարևոր բանն է, որ պիտի անի, չէ, ես կարող եմ չունենալ երեխա եւ լինել շատ ավելի երջանիկ, քան լիքը մարդիկ, ովքեր ունեն երեխաներ եւ բավականաչափ երջանիկ չեն։ Հասմիկ, շատ շնորհակալ եմ, որ այսքան պարզ եւ անկեղծ խոսեցիք եւ կարծում եմ գուցե էլի քննադատվենք, որտեղ միշտ լինում են այդպիսի մարդիկ, բայց նաեւ ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մենք ենք մեր կյանքի տերը եւ պիտի ապրենք այդ կյանքը այնպես, ինչպես ուզում ենք։ Այո։ Իսկ դուք, եթե չեք բաժանորդագրվել, ապա հենց հիմա արեք դա Տաբուի YouTube-յան ալիքին, որտեղ այստեղ շատ հետաքրքիր խոսակցություններ են։ Կհանդիպենք։ Մեր գործընկերն է Կինեա գինին, նրբահամ եւ համեղ գինի, սպիտակ եւ կարմիր տարբերակներով։ Կինեայի գինիները ձեռք բերելու համար կարող եք գրել Կինեայի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Մեր գործընկերն է վայրի ապրանքանիշը պահածոների իր չկրկնվող տեսականիով։ Յուրահատուկ համեր, որոնք իսկապես անմահական են։ Անձամբ փորձել եմ, փորձեք նաև դուք, վայրի, զգացեք վայրի բնության համը։ Մեր գործընկերն է Art Embassy ցուցասրահը, հենց այստեղ են տեղի ունենում մեր նկարահանումները։ Շնորհակալություն հրաշալի միջավայրի և տաղավարը մեզ տրամադրելու համար։